Տպավորիչ երևի այս առաջի անգամն էր, որ սենց տպավորվել է։ Դե փոքրիկ ժամանակ միշտ էլ լավ է անցել հունիսի 1-երը, տենց չեմ կարող առանձնացնել։ Իմ տպավորիչ հունիսի 1-ը, այդ են հունիսի 1-ներ թվականը չեմ կարող ասել, երբ որ ես էլի երեխաների համար պատրաստում էի միջոցառում, հրավիրել էի իմ գործընկերներին, գիշերօթիկ դպրոցում էի աշխատում, երգի խմբակ ունեի, այդտեղ թիվ 1 գիշերօթիկ դպրոցում, իմ համար շատ մեծ լի սպասումներով անհանգիստ, այսպես սպասում էի, թե երբ է գալու այդ օրը, որ ես ինչ որ արել էի երեխաների համար, վերջապես այդ օրը բոլորը տեսնեին, այդ հունիսի 1-ն է ինձ համար որպես հունիսի 1 շատ տպավորիչ եղել։ Եղել են մանկության երազանքներ, որոնք կատարվել են։ Այո, այն ինչին ես հասել եմ հիմա, ինչ որ տեսնում եք, դրանք բոլորը իմ մանկության երազանքներն են եղել։ Գուցե այդքան էլ հեքիաթային չեն, բայց երազանքներ են։ Երազանքներ իրականացում, պատկերացրեք իմ մոտ էլ են, ինչ որ ես երազում եմ, դառնում է ընթացքում նպատակ եւ ես իրագործում եմ։ Այնպես որ գոհ եմ շատ։ Ինչ եք կարծում, ինչի կարիք հատկապես ունեն հայ մանուկները եւ ինչ կմաղթեք նրանց տոնի առթիվ։ Հայ մանուկները, ես իհարկե շատ կուզենայի, որ նրանք ոչ մի բանի կարիք չունենային, որպեսզի մենք բոլորս կարողանայինք, ով ինչով կարողանար միահամուռ օգնել, բայց միևնույն ժամանակ կուզենայի, որ իսկապես կարիք չունենային, չնայած նման բան չի կարող լինել։ Այ դա կարող եմ դասել իմ երազանքներից մեկի շարքին, որպեսզի մեր հայ մանուկը ոչինչի կարիք չունենա, սակայն գիտեմ, որ ունի։ Չգիտեմ, անհոգ ու խաղաղ մանկություն եմ ուզում, առանց պատերազմների, առանց որևէ վատ հիշողությունների նրանց մանկական ուղեղներում ու աչուկներում։ Կարծում եմ, որ պակաս բաներ շատ կան, չեմ ուզենա թվարկել դրանք, բայց ես շատ կցանկանամ, որպեսզի մեր հայ մանուկների մանկությունը լինի անհոգ, որպեսզի ոչ մի հոգսի տակ չլինեն երեխաները, չհասկանան դա ինչ է, մինչև մեծանալը, առողջ լինեն ամենակարևորը, ուրախ ու ժպտերես։